Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։ Վարչապետի խոսքով այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղել է 2024 թվականին երկու երկրների միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Պիտի ուղիղ ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ, ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս։ Վարչապետի խոսքով հաջողության պատմությունը շարունակվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ, հետո նաև վավերացմամբ, ինչը դարձել է երկու երկրների միջև առաջին միջազգային փաստաթուղթը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, փաստաթղթով արձանագրվել է, որ երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրը։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։ Հաջողության մեծագույն պատմությունը ըստ վարչապետի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ու միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Փաշինյանի գնահատականով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, խնդիրը սոցիալ-հոգեբանական է։ Մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։ Պետության ղեկավարի խոսքով խաղաղությունն անծանոթ միջավայր է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ խաղաղություն երևույթի հետ երբևէ չենք առնչվել երկու երկրների անկախությունից ի վեր։ Ըստ վարչապետի սոցիալ-հոգեբանական խնդիրը հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ։ Հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել։ Մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն
չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Վարչապետն ընդգծեց, եթե այսօր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, ապա կնշանակի, որ չենք հավատում խաղաղությանը։ Մեր տարածաշրջանը վերջին 100-ամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ եւ կիրովաբատներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբատները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբատները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները եւ կիրովաբատները, եւ մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես Հայաստանում ամենաշատ սիրված եւ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության եւ անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համար վտանգավոր է փախստականների վերադարձի եւ ներքին տեղահանվածների օրակարգը։ Այս թեման տարբեր շրջանակներում բարձրացնում են թե Հայաստանում, թե Ադրբեջանում, բայց միաժամանակ նշում են, որ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնա։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում եւ Հայաստանում տարբեր մակարդակներում արվող հայտարարություններին, երբ կողմերը միմյանց տարածքներում գտնվող տեղանուններն անվանում են այն ձևով, ինչպես ցանկանում են։ Ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, եւ երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում եմ պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը պատմության այն մասը, որը բխում է այնից լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում, թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցին ինքնին անհաջողության նախապայման է։ Վարչապետն ընդգծեց կա խաղաղության մեկնակետ, որը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, դրան հաջորդած Վաշինգտոնի հռչակագիրը եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս երեք փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Վարչապետը համարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացն այն կետում է, երբ պետք է իրականացնել արդեն իսկ փաստաթղթերով արձանագրվածը։ Գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։ Այլ բան չկա անելու։ Ընդ որում ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է,
Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ստեղծել են։ Վարչապետը հավելեց, երկրների միջև հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամքի կարիք ունի եւ Հայաստանի կառավարության ու ժողովրդի կամքն այս հարցում անսասան է։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։